Օրակարգն սկսում է աշխատանք հանրայինի ուղիղ եթերում, բարի լույս բոլորին։ Եվ այսպես Բիշկեկում նախագահ Սարգսյանի մասնակցությամբ կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, Հայաստանի ղեկավարն ընդգծել է ԵԱՏՄ-ն ամրապնդելու և միության միջազգային ներգրավվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունը, ինչն անդամ բոլոր պետությունների շահից է բխում։ Ինչ հաջողություններ է գրանցել ԵԱՏՄ-ն անցած հաշվետու տարում միջազգային գործակցության ինչ ճանապարհ է անցել։ Այս և առաջիկա երկամյա մակրոտնտեսական քաղաքականության ուղենիշերն է քննարկվել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի Բիշկեկյան նիստում, որն այս անգամ պետությունների ղեկավարների լիարժեք կազմով էր։ Քննարկման առանցքում տնտեսական գործակցության ներկան է ու հեռանկարը։ Можно с полной уверенностью сказать, что наш общий рынок сработал в качестве своеобразной подушки безопасности. Կարելի է վստահությամբ ասել, որ Եվրազեսի ընդհանուր շուկան աշխատել է որպես անվտանգության բարձիկ, չնայած տարբեր բնույթի ծախսերին, որոնք կապված են ներքին անբարենպաստ կոնյունկտուրայի հետ։ Наши интеграционные институты сработали. ԵԱՏՄ պետությունների ղեկավարները չեն համաձայնել Իրանի հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու հարցի շուրջ։ Թեհրանի պատասխանը չի բավարարել։ Փոխարենը համաձայնել են կառույցում Մոլդովային տրամադրել դիտորդի կարգավիճակ։ Пользуясь случаем, хочу поздравить армянскую сторону с успешным проведением парламентских выборов. Ղազախստանի նախագահը շնորհավորում է Հայաստանի պաշտոնակցին խորհրդարանական ընտրություններում հաջողության համար։ Նուրսուլթան Նազարբայևը սակայն դժգոհ է Հայաստանի հետ առևտրաշրջանառությունից, բայց հույս է հայտնում այն հասցնել ԵԱՏՄ մյուս գործընկեր երկրների ծավալներին։ Объем внешней торговли с Евразес вырос 37%. Ղազախստանի առևտուրը Եվրազեսի հետ մեծացել է 56%-ով, Ռուսաստանի հետ 50%, Բելարուսի հետ 50%, իսկ Հայաստանի հետ 3.5%-ով։ Պետք է աշխատել բոլոր արգելքները վերացնել, խթանել գործընթացը և այդ միտումը պահել մինչև տարեվերջ։ Вот эту тенденцию поддерживать до конца года. Սերժ Սարգսյանը խոսել է ԵԱՏՄ տնտեսական ինտեգրման հայաստանյան հաջողությունների մասին, առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 15%-ով, իսկ հայկական ապրանքների արտահանում եվրասիական շուկա 65%-ով։ Перед нашими странами стоят схожие цели развития. Մեր երկրներն ունեն զարգացման միանման նպատակներ, որոնց իրականացումը մենք մասնավորապես տեսնում ենք արդյունաբերական նորարարությունների, բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության, թվային տնտեսության, վերականգնվող էներգետիկայի միջոցով։ Կարևոր են նաև համատեղ ջանքերը ուղղված փոխշահավետ համագործակցային ծրագրերի իրագործմանը։ Կոոպերացիոնных проектов. Սերժ Սարգսյանը ձևակերպել է ԵԱՏՄ կարևոր նպատակները, կառույցի ներքին ամրապնդումն ու միջազգային ներգրավվածության բարձրացումը։ Дальнейшая либерализация нашего общего экономического пространства. Դա նշանակում է ընդհանուր տնտեսական տարածքի հետագա ազատականացում, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար բացառությունների և սահմանափակումների նվազեցում։ Степени международной вовлеченности ЕС. Հայաստանը շահագրգռված է երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ իրական գործակցությամբ։ Սերժ Սարգսյանը խոսել է Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի ու այլ երկրների հետ կառուցողական գործակցության ներուժի ու հնարավորության մասին։ Армения заинтересована в правовом закреплении. Հայաստանը հետաքրքրված է այս ուղղություններով ձեռք բերված համապատասխան պայմանավորվածությունների իրավական ամրագրմամբ, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի հետ մեզ կապում են պրագմատիկ, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերություններ։ Հայաստանի ղեկավարը ԵԱՏՄ-ի արդյունավետությունը պայմանավորել է նաև այսպես կոչված սպիտակ գրքի մշակմամբ։ Այստեղ ԵԱՏՄ շուկային խանգարող 6 տասնյակ խոչընդոտներն են։ Սերժ Սարգսյանը հուսով է, որ շուտով կհաստատվի նաև դրանց վերացման ճանապարհային քարտեզը համապատասխան ժամկետներով։ ՀԱՊԿ քարտուղարությունը կգլխավորի Հայաստանի ներկայացուցիչը կառույցի անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպանը կառույցի անդամ պետությունների ղեկավարների միաձայն որոշմամբ մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Այժմյան քարտուղար Նիկոլայ Բորդիուժան պարգևատրվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության առաջին կարգի նշանով։ Պետությունների ղեկավարները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմաստրատեգիական իրավիճակի վերաբերող հարցեր, անվտանգության սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ կայացրել մի շարք լրացուցիչ կարգադրություններ։
Նախագահ Սարգսյանը Բիշկեկում հանդիպել է նաև Մոլդովայի իր պաշտոնակցի հետ Իգոր Դոդոնը, Ղազախստանի մայրաքաղաք էր ժամանել, որպես հյուր մասնակցելու ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Նախագահները քննարկել են երկկողմ ու բազմակողմ գործակցության օրակարգը, կարևորել քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում գործակցության զարգացումը։ Երևանի ու Քիշնիևի միջև պետք է ընդլայնել իրավապայմանագրային դաշտը, ասել են նախագահները, ակտիվացնել շփումները, խորհրդարանների միջև միջկառավարական հանձնաժողովի նիստեր անցկացնել։ Վերադառնանք Երևան, Հայաստան ու Չինաստանը սկսում են գործակցությունը պաշտպանական ոլորտում։ Մեր պաշտպանության նախարարությունում ստորագրվել է 2017 թվականի գործակցության ծրագիրը, Երևանում է Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական գործակցության գրասենյակի պետ դերձողակալ Գուան Յուֆեյը։ Գերատեսչության ղեկավարը կազմի և չինական պատվիրակության հանդիպումներում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, կողմերը պայմանավորվել են ընդլայնել աշխատանքը փոխշահավետ նախագծեր իրականացնելու ուղղությամբ։ Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել հայ-չինական քաղաքական հարաբերություններն ու ընդգծել փոխգործակցության ընդլայնման և նոր ոլորտների նորգրավման կարևորությունը։ Հայաստանում երեկ նշել են ոստիկանության օրը դուք արժանապատվորեն եք իրականացնում ձեր առաքելությունը, գրել է նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձում։ 99-ամյա հայկական ոստիկանությունը երկրի ղեկավարի գնահատմամբ կայացած և ամուր պետական կառույց է։ 16 տարի առաջ ապրիլի 16-ին հայ ոստիկանները ընդունեցին առաջին շնորհավորանքները։ Օրը հետո օրացույց տեղափոխվեց, դարձավ 14, բայց տոնը մնաց։ Հատուկ օրվա ամենամյա մեկնարկով սկսվեց ոստիկանի օրը։ Նախ հարգանքի խոսք ասվեց բոլոր սերունդների ոստիկաններին, հետո շնորհակալություն վետերան գործընկերներին։ Թվում էր, թե մեր վետերանները կասեցրել են իրենց գործունեությունը ոստիկանությունում։ Արի ու տես ոչ։ Եվ ամեն տարի մեր վետերանները ավելի մեծ ներդրում ունեն հանցագործությունների բացահայտման և կազմակերպչական աշխատանքներում։ Առաջին շնորհավորանքը նախագահ Սարգսյանից է։ Ուղերձը հրապարակում է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Ոստիկանության գործունեության բնագավառում իրականացվող արմատական բարեփոխումները, տեխնիկական վերազինումը, ոստիկանության ծառայողների սոցիալական պայմանների բարելավումը, ոստիկանություն հասարակություն կապի ամրապնդումը տվել են սպասված արդյունքները։ Այսօր ունենք կայացած և ամուր պետական կառույց, որը հուսալի գործընկեր է օտարերկրյա իրավապահ մարմինների համար և կարող է կատարել իր առջև դրված ամենաբարդ խնդիրները։ Օրը ավարտվեց պարգևներով, շնորհակալագրերով, նախագահի հրամանագրով, վարչապետի որոշմամբ։ Ոստիկանության ծառայողները պարգևատրվեցին։ Լուսին Մկրտչյան, օրակարգ։ 5-րդ գումարման ազգային ժողովի վերջին ճեպազրույցներն էլ նիստերի պես սակավամարդ էին։ Լրագրողների հետ հանդիպմանը միայն Արամ Մանուկյանն ու Վարան Բաղդասարյանն են եկել։ Մանուկյանն ասել է, աշխատանքն ավարտված չեն համարում, ընտրությունների վերջնական արդյունքը կորոշի Սահմանադրական դատարանը։ Հանրապետական խմբակցության ղեկավարը բրիֆինգին հրապարակել է, թե քանի օրենք է ընդունել 5-րդ գումարման ազգային ժողովը։ Կոնգրեսը ԺԿ-ն այսօր թակեց դատական բարձրագույն ատյանի դուռը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ձևակերպել են ընտրության արդյունքների վերաբերյալ իրենց դժգոհություն բողոքը և տարել Սահմանադրական դատարան։ Հավաքել ենք բավականաչափ նյութեր, փաթեթը բավականաչափ ծավալուն է։ Ընտրությունների արդյունքները Սահմանադրականում որոշել են վիճարկել դիմումի 3 հիմնական կետով։ Պնդում են, թե ընտրակաշարք է բաժանվել, վարչական ռեսուրս կիրառվել, ընտրողներն էլ վերահսկվել են։ Միջազգային կառույցներից էլ ի դեպ մինչև վերջ գոհ չեն։ Աուդիտ պետք է անցկացվեր սարքերի և արդյունքների մատնահետքեր, անձնագրեր, քվեարկածների, այդ մասով մենք չունեցանք աջակցություն միջազգային կառույցներից։ Հանրապետականում շնորհակալություն են հայտնում գործընկերներին համատեղ աշխատանքի համար։ Սկզբունքային բանավեճերից, անհամաձայնություններից բացի միասին 1020 օրենք են ընդունել ու 190 միջազգային պայմանագիր հաստատել։ Սահմանադրական բարեփոխումներ, ընտրական օրենսգիրք, կանոնակարգ օրենք, հարկային օրենսգիրք և մի շարք այլ կարևորագույն օրենքներ, որոնք եղել են մեր համատեղ համաձայնության դաշտում։ Դաշնակցությունը Բարգավաճ Հայաստանը ժառանգությունն ու օրինաց երկիրը ճեպազրույցների չէին եկել։ Սիրան Շմուրադյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։
Խորհրդարանական վերջին ճեպազրույցներում քննարկվել է ՍԱՍ գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովների ձայնագրության հարցը, այն արդեն իրավապահների ձեռքի տակ է։ Օրակարգին դատախազությունից տեղեկացրել են ձայնագրությունը ուսումնասիրվում է։ Երևանի ավականու աթոռների համար պայքարող քաղաքական 3 ուժերն արդեն պաշտոնապես գրանցվել են ԿԸՀ երեկոյան նիստում, առանց քվեարկությունների գրանցել է Ելք դաշինքի 63, Երկիր Ծիրանի 50 և Հանրապետական կուսակցության 195 թեկնածուներին։ Աշխատանքային օրվա ավարտի հետ ԿԸՀ-ն նիստ գումարեց երեկոյան 6-ից րոպեներ անց ֆիքսեցին լրացավ Երկիր Ծիրանի ցուցակով ավականու թեկնածու առաջադրված Ռոբերտ Չիչյանին հատկացված 48 ժամը։ Տրամադրված ժամկետում փաստաթղթերը չեն ներկայացվել։ Առանց փաստաթղթի գրանցել չեն կարող կենտրոնական ընտրականի մերժման որոշումը դաշինքի ներկայացուցիչը լուռ լսեց, ոչինչ չասաց։ Նշվածի վերաբերյալ դուք որևէ առարկություն նստեք, խնդրեմ։ Ամեն դեպքում տեղեկացրին թեկնածու Չիչյանն իր չգրանցումը դատարանում բողոքարկելու տարբերակ ունի օրացուցային 3 օրում։ Որևէ առարկություն չհնչեց ելքի ցուցակի շուրջ։ Մայրաքաղաքը կառավարելու համար դաշինքը պայքարի է մտնում ավականու 63 թեկնածուով։ Առաջարկում է գրանցել։ Եթե առարկություն չկա, հանձնաժողովը նույնիսկ քվեարկության կարիք չունի, գրանցման ընթացակարգը ներկայացրեց ու սահուն գործի անցավ Տիգրան Մուկուչյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առանց քվեարկության որոշում է գրանցել եւ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը Երևանի ավականու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրություններին մասնակցելու համար։ Հաջորդը գրանցեցին Երևանի ավականու Երկիր Ծիրանի 50 թեկնածուներին, վերջում հերթը հասավ ՀՀԿ-ի ցանկին 195 անուն։ Փաստաթղթերը առկա են եւ պատշաճ կենթակա է գրանցման։ Հանրապետականներին էլ գրանցեցին, ստացվեց երևանցիների քվեի համար կպայքարի ավականու ընդհանուր հաշվով 308 թեկնածու։ Նիստի ավարտին քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչներին ԿԸՀ-ն վկայական փաստաթղթերի կապոց հանձնեց ու ժամադրեց շաբաթ առավոտ։ Ծանոթացնելու է անվճար վճարովի քարոզչության եթերային գրաֆիկին։ Հերմինե Բաղդասարյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։ Երկրի տնտեսական օրակարգից ֆինանսների նախարարությունը փոխում է պետական պարտատոմսերի վաճառքի կարգը ապրիլի 25-ից այն կիրականացնի ոչ թե կենտրոնական բանկի, այլ NASDAQ OMX Armenia բորսայի հարթակում։ Նորամուծությունը ենթադրում է, որ պետբյուջեին լրացուցիչ ֆինանսեր ապահովող պարտատոմսերի վաճառքը տեղի կունենա աճորդի միջոցով, ապահովելով լավագույն գնագոյացումը և հասանելի դառնալով ավելի շատ մարդկանց։ Նորեջ պետական պարտատոմսերի թողարկման պատմության մեջ Ֆիննախը գործարքների հարթակը կենտրոնական բանկից տեղափոխում է NASDAQ OMX Armenia բորսա, հեշտացնում է ներդրողների գործը, ֆինանսիստների 1 տարվա նախապատրաստական աշխատանքի արդյունքում շահում են 2 խումբ մարդիկ։ Մի խումբը նրանք, որոնք այսօր կենտրոնական բանկում էին անում այդ գործողությունները, հիմա տեղափոխելու են NASDAQ OMX ու ընդեղ են անելու։ Երկրորդ խումբը այն մարդիկ են, ովքեր չեն հավատում բանկերին, չեն հավատում մնացած ֆինանսական կառույցներին։ Պարտատոմսերի թողարկումը բյուջեն համալրելու լրացուցիչ տարբերակ է, իսկ բորսային հարթակն ավելի լայն հնարավորություններ է տալիս պետության ֆինանսները կառավարողներին։ Առավել ևս, որ վերջերս Ֆիննախը փոխել է պարտատոմսերի գրանցման համարների կարգը։ Դրանք նախկինում հասկանալի էին միայն Հայաստանում, իսկ հիմա ճանաչելի են նաև արտաքին ներդրողներին։ Մեր պարտատոմսերը արդեն ցանկացած այլ երկրի պարտատոմսերի նման արագ տարբերակվում են և մարդիկ կարող են դրանց վերաբերյալ վերլուծություններ անել, ինչպես նաև ներդրումներ կատարել դրանց մեջ։ Բորսայական աճուրներից առաջ հայտատու ներդրողների միջոցները նախկինի նման չեն սառեցվելու, մեկ այլ նորամուծություն ֆիզիկական անձանց համար։ Այսուհետև ցանկացած մարդ տնից կամ գրասենյակից առցանց կարող է խնայողական պարտատոմսեր գնել իր համար հետագայում եկամուտներ պետության համար ֆինանսներ ապահովելով։ Իսկ պետական պարտքն արդեն մոտենում է 3 տրիլիոնին։ Դա երկրի հնայի 52%-ից ավելին է և առաջին սահմանագիծն անցել է։ Մտահոգիչ էր և այդ մտահոգությունը լուծելու միակ ճանապարհը տնտեսության աճն է, որը մենք կարծեմ սկսել ենք արդեն զգալ։ Վերջին 3 ամսում տնտեսության աճը չնախատեսված 57 միլիարդ դրամի եկամուտներ ապահովեց, որն ամբողջությամբ կառավարությունն ուղղեց կապիտալ ծախսերին։ Դրանց ապահոված եկամուտները հետագայում ուղղվելու են պարտքի սպասարկմանը։ Ամենածանրը 20 և 25 թվականներն են։ Դրանից հետո պետական պարտքի մարման բեռը հետզհետե կթեթևանա։ Արմինե Ուդումյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։
ՊԵԿ-ն այլևս չի զգուշացնելու տնտեսվարողին, բաց ու մաքուր աշխատելու պայմանները լիարժեք ապահովված են, բիզնեսին լրացուցիչ ստուգումներով ու անհարկի այցերով չեն անհանգստացնում։ Փոխարենն ակնկալում են, որ գործարարը բիզնեսը սպիտակ ճանապարհով կտանի, ստվերում աշխատողներին չեն ներելու։ ՊԵԿ-ում խոսքից գործի են անցնում, տնտեսվարողները զգուշացվել ու չեն խրատվել, արձագանքը խիստ կլինի։ Բոլոր այն սուբյեկտները, որոնք որ չարամտորեն շարունակում են խուսափել հարկեր վճարելուց, նրանց նկատմամբ իրականացնելու ենք առաջիկայում շատ խիստ հսկողական միջոցառումներ։ ՊԵԿ-ը երկար է փորձել ստվերոտ բիզնեսը երկխոսելով ու զգուշացնելով սպիտակ դաշտ բերել։ Կոմիտեն դեռ նախորդ տարվա նոյեմբերին է յուրաքանչյուր ընկերության համար ստվերի անձնագիր կազմել, առաջարկել ինքնական վերանայել հարկային վարքը։ Ոմանք մեկ է, խուսափում են հարկեր վճարելուց, նրանց ավելի ուշադիր կհսկեն, նաև հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Իրականացվելու են օպերատիվ հետախուզական միջոցառումներ առևտրի կազմակերպման վայրերում, ՀԴՄ կտրոնները չեն համարվելու ուղեկցող փաստաթուղթ։ Սկսելու ենք շրջայցեր կամ ստուգողական գործողություններ, որպեսզի համոզվենք ինչքանով են մեր հորդորները այս 5 ամիսների ընթացքում տեղ հասել։ Ծախսերի ուռճացում, թաքցվող շրջանառություն, գների թերի հայտարարագրում, ՀԴՄ կանոնների խախտում, ՊԵԿ-ում, ներում, բեկում չի լինելու, ամբարեխիղճ տնտեսվարողները պատժվելու են։ Լարա Արաքելյան, օրակարգ։ Հայաստանը տուրիստական քարտեզին ավելի տեսանելի դարձնելու համար մեր երկիրը պետք է տեսակավորի ծառայությունները ըստ զբոսաշրջության ուղևորությունների։ Այս մասին խոսել են Ռուսաստանում մեր դեսպանատանը կազմակերպված OK Armenia միջոցառման հանդեսի ժամանակ, նշել, որ օրինակ բիզնես տուրիզմի համար Հայաստանում մեծ կոնֆերանս դահլիճներ չկան։ Աբու Դաբիում ներկայացվել է կոնֆերանս Էքսպո կենտրոն կառուցելու ծրագիր եւ դրանց իրականացման դեպքում Հայաստանը մեծ շուկաներ կարող է գրավել, ասել է զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը։ Հայաստանը որպես կորպորատիվ տուրիզմի վայր հետաքրքրում է առաջին հերթին Ռուսաստանին, Արևմտյան Եվրոպային եւ ծոցի արաբական երկրներին։ Գները մեզ մոտ բավական դեմոկրատական են, եթե համեմատում ենք հարևանների հետ։ Ճգնաժամից հետո բոլորն իրենց ծախսերը օպտիմալացնում են։ Կալինա Պոլեշչուկը կորպորատիվ տուրիզմով զբաղվող խոշոր ընկերության ներկայացուցիչ է եւ վերջերս է վերադարձել Հայաստանից մեծ տպավորություններով։ Յուրաքանչյուր ընկերություն ձգտում է ծախսել ոչ մեծ գումար, բայց ստանալ շատ մեծ արդյունք։ Պարոնայք, դա Հայաստանն է։ Սերգեյ Կարպովը դեռ 2006-ին է ուղեկցել Հայաստան բանկի 160 մենեջերին։ Այդ ժամանակվանից ի վեր, երբ խոսակցության ընթացքում կամ բիզնեսում հայտնվում է Հայաստանի թեման, ամենաջերմ զգացումներն են արթնանում։ Հայկական բիզնես տուրիզմի շուկան դեռ խնդիրներ ունի եւ լիովին պատրաստ չէ օրինակ մեծ կոնֆերանսներ 1000 հոգուց ավելի հյուրընկալելուն։ Օրինակ Աբու Դաբիու ներդրումային ֆորումի ներկայացվեց մի շատ հետաքրքիր ծրագիր, կոնֆերանս կենտրոն կառուցելու։ Եթե մենք կարողանանք այդ ծրագիրը իրականացնել, ապա մենք կարող ենք ավելի մեծ շուկաներ գրավել նաև Հայաստան։ Հայաստանում գործող հյուրանոցային 7 համալիրները Ռուսաստանի կորպորատիվ տուրիզմի մասնագետների համար անվճար երրորդյա հյուրընկալության 20 սերտիֆիկատ խաղարկեցին։ Ասել է, թե մոտ ժամանակներս կորպորատիվ բիզնեսի ավելի քան 20 մասնագետներ կժամանեն Հայաստան եւ անձամբ կգնահատեն հայկական հյուրընկալությունն ու տուրիզմի առավելությունները։ Սարա Օհանյան, Արտակ Հայվոնդյան, օրակարգ, Մոսկվա։ Մի քանի լուր տարածաշրջանից ու աշխարհից Հյուսիսային Կորեան պատրաստվում է տոնել պետության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 105-րդ տարեդարձը, որը նաև կոչում են Արևի տոն։ Հանդիսություններն սկսվել են այն պահին, երբ կորեական թերակազորը մոտենում ամերիկյան հարվածային տոռմիղը։ Փենյանը զգուշացրել է, որ եթե Վաշինգտոնը ագրեսիայի դիմի, ապա Հյուսիսային Կորեան կարձակվի Հարավային Կորեայում ամերիկյան ռազմաբազաների եւ Սեուլում նախագահական նստավայրի վրա։ Հյուսիս կորեացի հրամանատարները հիշեցրել են, որ իրենց հրթիռները նաև ուղղված են Ճապոնիայի, ամերիկյան հենակետերի եւ Միացյալ Նահանգների տարածքի դեմ։ Ամերիկյան օդուժը հուժկ ու հարվածներ հասցնելով Սիրիայում փորձում է ամրապնդել դիրքերը դիվանագիտական ճակատում մարտավարական խնդիրներ լուծելուն զուգահեռ, Դոնալդ Թրամփի վարչակազմը նաև ցանկանում է ազատվել ռուսամետ պիտակից, կարծում են հայ քաղաքագետները։ Սիրիայի դեմ Միացյալ Նահանգների ավիահարվածներն ուղղված են հենց Վաշինգտոնին։ Այս հակասական միտքն այսպես է մեկնաբանում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Նախագահ Տրամփի համար շատ կարևոր էր
փոխել այն ստերեոտիպները, որ ինքը չափից ավելի կապ ունի Ռուսաստանի հետ, եւ հետեւաբար այդ հարվածը պիտի ցույց տա, որ ինքը Տրամփն այլ ոչ թե Օբաման է։ Կարմիր գծեր ստեղծելու Թրամփի քաղաքականությունը ըստ ամերիկացի վերլուծաբանների միտված է Ռուսաստանի հետ ոչ թե առճակատման գնալուն, այլ երկխոսության եզրեր ուրվագծելուն։ Այդ նպատակն ուներ նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցը Մոսկվա։ Աշխարհագարքի արմատական փոփոխությունը, ինչքան էլ դες տարօրինակ թվա, չափազանց ձեռնտու է Ռուսաստանին, որտեղ Ռուսաստան համառորեն փորձում է կոնտակտներ առաջացնել հանրապետական վարչակազմի հետ, սկսվեց վատ, բայց սկսվեց երկխոսություն։ Կարծիքը թե Ասադն այս վիճակում քիմիական զենք կկիրառեր, քաղաքագետը տրամաբանական չի համարում։ Սիրիական զարգացումները Լևոն Շիրինյանը մեզ համար կենսական հարց է համարում։ Հայության համար Սիրիան երկրորդ հայրենիք է։ Ըստ Սերգեյ Մինասյանի մեր տարածաշրջանի համար աշխարհաքաղաքական այսօրվա վիճակը վտանգավոր չէ, մանավանդ որ Ալիևն էլ կարծես թե պատրաստ չէ սրացումների։ Քանի դեռ մենք չենք տեսնում այդ լարվածությունը, որ գնում է ինչ-որ անվերահսկելի փուլ, ապա կարծում եմ այս պահին մենք դեռ չենք ունենալու ինչ-որ լուրջ զարգացումներ։ Ապրիլյան պատերազմի պատճառներից մեկը ռուս-թուրքական լարվածությունն էր։ Հիմա Թուրքիան զբաղված է ներքին հոգսերով։ Սոնա Աղբալյան, Հովհաննես Քյոսեյան, օրակարգ։ Թուրքիան իր ներքին ու արտաքին խնդիրներով քննարկման թեմա է դարձել ամերիկյան կոնգրեսում, առանցքում նաև հայկական ու քրդական հարցերն են։ Հայոց ցեղասպանություն ճանաչելու դեպքում Անկարան ավելի հուսալի գործընկեր կդառնա Վաշինգտոնի համար, համոզված են կոնգրեսականները։ Էրդողանի ընդդիմախոսներն էլ ծաղրում են երկրի կառավարման համակարգ փոխելու նրա ձգտումը։ Դրախտում հրեշտակապետը շարքային Թուրքին ցույց է տալիս անծայրածիր պատ, որի վրա իր ժամացույցն ունի յուրաքանչյուր քաղաքական գործիչ։ Հենց ստեց սլաքներն առաջ են գնում։ Պետության հիմնադիր Աթաթուրքի ժամը միշտ էլ 12-ի վրա է կանգնած։ Դե բնականաբար։ Իսկ որտեղ է Էրդողանի ժամացույցը հարցին, հրեշտակապետը Քեմալ Քլչդարօղլուի բերանով պատասխանում է. Vallahi onun saati burada yok diyorlar. Դժողքում զեբանիները, դժողքի հրեշտակները Էրդողանի ժամացույցը որպես հովհար են օգտագործում։ Ventilatör olarak kullanıyorlar diyor. Կիրակի Թուրքիան որոշելու է տալ հրաժեշտ պետության հիմնադիր Աթաթուրքի խորհրդարանական համակարգին, թե ոչ։ Այոյի եւ ոչի ճամբարների ջրբաժանը գնալով խորանում է։ Ոչականները սոցհարցումներով 1%-ով զիջում են։ Համարում են, որ Էրդողանը ցանկանում է հանրապետությունը վերածել սուլթանության։ Նախագահն առանց դրա էլ մեծ իշխանություն ունի, հիմա ավելի շատ է ուզում, բայց ինչու, առանց այդ էլ ասես սուլթանությունում ենք ապրում։ Համապետական քվեարկությունն անցնելու է արտակարգ դրության պայմաններում։ Այոյի կողմնակիցները ուժեղ իշխանություն են պահանջում երկրում։ Մեզ անընդհատ սպառնում են ահաբեկիչները եւ նրանց դեմ անհրաժեշտ է արդյունավետորեն պայքարել։ Նախագահը պետք է բոլորին իր շուրջը համախմբի։ Նշանակում է երկիրը պետք է նախագահական հանրապետություն դառնա։ Ահաբեկիչների դեմ պայքարելու Անկարայի ոճը կոնգրեսում պարզապես ծաղրում են։ Հենց Հայաստանի հետ թուրքերին հաշտեցնելու փորձի ճարտարապետ Դեյվիդ Ֆիլիպսը թյուրըմբռնում է համարում թեզը, թե Թուրքիան աշխարհիկ ժողովրդավարական երկիր է։ Ոչ աշխարհիկ է, ոչ էլ ժողովրդավար։ Անընդհատ խոսում ենք իսլամական պետության դեմ Թուրքիայի պայքարի մասին։ Դա թյուրըմբռնում է։ Թուրքիան ԱՄՆ-ի համար ընդհանրապես դաշնակից չէ։ Նա ոչ թե պայքարում, այլ սերտաճել է Դաեշի հետ։ Կոնգրեսականները լսումների եզրափակել են համոզումով Թուրքիան ավելի լավ դաշնակից կլիներ նահանգների համար, եթե ճանաչեր հայոց ցեղասպանությունը։ Շարլ Ազնավուրի ընտանիքի անհայտ հերոսական պատմությունը թարգմանվել է հայերեն իսրայելցի պրոֆեսոր Յայիր Օրոնի «Փրկիչներ եւ մարտիկներ» գիրքը պատմում է, թե ինչպես են ցեղասպանություն տեսած ազնավուրյանները ցեղասպանությունից փրկել հրեաներին։ Իսրայելցի պրոֆեսոր Յայիր Օրոնը տասնամյակներ շարունակ գործունեության թիրախում է պահում հայոց ցեղասպանության ճանաչումը։ Պատմաբանի պահանջն առաջին հերթին իր պետությունից է, որն ըստ Օրոնի առաջնորդվում է երկակի չափորոշիչներով։ Մի կողմից պայքարում է հոլոկոստի ժխտման դեմ, մյուս կողմից շղթում հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը չճանաչելը բարոյական ձախողում է։ Մեր ցեղասպանությունը ճանաչվել է։ Մենք պետք է միասին պայքարենք, որ ձերը նույնպես ճանաչվի։ Երբ Իսրայելը դա չի անում, նշանակում է մենք դավաճանում ենք ցեղասպանության ճանաչման հանդեպ մեր հիշողությանը, անարգում ենք հոլոկոստի զոհերի հիշատակը։ Դա մեծ ամոթ է Իսրայելի համար։ Հրեա պատմաբանն իր նոր «Փրկիչներ ու մարտիկներ» գրքով հարգանքի տուրք է մատուցում նացիստական շրջափակման տարիներին հրեաներին փրկած հայերին։ Ազնավուրյանները, Շարլ Ազնավուրի ծնողները, սեփական կյանքը վտանգելով 1940-ից 1945 թվականներին իրենց մոտ թաքցրել են հալածված հրեաներին։ Յայիր Օրոնը հպարտ է, որ շանսոնյեն եւ նրա քույրը Այդան
Առաջինն իրեն են վստահել այս պատմությունը։ Ես հարցրեցի Շառլին, ինքնակենսագրական մի քանի գիրք ես գրել, ինչու քո ընտանիքի պատմության այդ դրվագի մասին երբևէ չես պատմել։ Գուցե սա քո կյանքի ամենանշանակալի պատմությունն է, որովհետև տարիներ շարունակ Ազնավուրյանները վտանգել են իրենց կյանքը։ Շառլը պատասխանեց. չգիտեմ, կարծում էի այդպես կվարվեին բոլորը։ Յայիր Օրոնի գնահատմամբ հազվադեպ երևույթ է, երբ սեփական կյանքդ վտանգում ես ուրիշի կյանքը փրկելու համար։ Շառլ Ազնավուրը Փրկիչներ եւ Մարտիկներ գրքի նախաբանում գրել է. Շնորհակալ եմ Յայիր Օրոնին, որն ինձ օգնեց հասկանալ ծնողներիս հերոսությունը։ Լիանա Կարապետյան, Արմեն Անդրեասյան, օրակարգ։ Շարունակեք հետևել մեր օրակարգին, ցտեսություն։